Ահա թե ինչ է լինում, երբ ձեր ԴՆԹ-ն դնում եք մանրադիտակի տակ։ Կարելի է մի փոքր ԴՆԹ ստանալ բերանից, պարզապես ողողեք այն աղաջրով եւ խառնեք օճառի ու սպիրտի հետ։ Վերևում լպրծուն զանգված կստացվի։ Սա հենց ԴՆԹ-ն է։ Դրա մեծ մասը ձերն է, բայց որոշ մասը իրականում գալիս է ձեր բերանում ապրող բակտերիաներից։ Հարյուրապատիկ խոշորացնելով կտեսնեք ԴՆԹ-ի ոլորված պարույրները, սպիտակուցներ եւ մնացորդներ, բոլորը իրար կպած։ Բայց դրանց նայելն իրականում գրեթե անօգուտ է, այսինքն անգամ $1,000,000-անոց էլեկտրոնային մանրադիտակով հնարավոր չէ տեսնել այն գենետիկ կոդը, որով դուք եք դառնում։ Ուրեմն ինչպես կարդալ ԴՆԹ-ն։ DNA evidence. Ձեր ընտանեկան գաղտնիքները, հիվանդություններ, որոնցով դեռ ախտորոշված չեք, փոքր առանձնահատկություններ, որոնք ձեզ յուրահատուկ են դարձնում, բայց մարդկության պատմության մեծ մասի ընթացքում մենք ընդհանրապես չենք կարողացել կարդալ այն։ ԴՆԹ-ն լիովին անընթեռնելի է եղել։ Այս ամենը գուցե մինչ օրս անհնար մնար, եթե չլիներ մի մարդ, որը մեծ քանակով թմրանյութեր օգտագործեց եւ պատահաբար հայտնագործեց մի բան, որն ընդմիշտ բացեց ԴՆԹ-ն։ Ի դեպ, նա նաեւ մի քիչ տհաճ մարդ էր։ 1960-ականներին, երբ Քերի Մյուլիսը Բերքլիում կենսաքիմիա էր սովորում, դասերը նրան բոլորովին չէին հետաքրքրում։ Նա չափազանց զբաղված էր LSD օգտագործելով, այն էլ շատ մեծ քանակությամբ։ Մյուլիսը համալսարանը լուրջ չէր ընդունում։ Նրա դոկտորական ատենախոսությունը լի էր կատակներով եւ հանձնաժողովը հրաժարվեց այն հաստատելուց, մինչեւ նա մեջբերում եմ չհեռացրեց բոլոր ցնդած հատվածները։ Բայց հենց LSD-ն էր, որ սնուցում էր նրա էքսցենտրիկ հանճարը եւ տարատեսակ հետաքրքիր գաղափարներ ծնում։ Դրա ազդեցությունը նաև գիտության մեջ էր թափանցում։ Օրինակ նա նամակ գրեց Nature հանդեսին, որտեղ նկարագրել էր բառացիորեն ամբողջ տիեզերքը սկզբից մինչև վերջ, եւ զարմանալի է, բայց այն հրապարակեցին։ Նա ընդամենը մոտ 22 տարեկան էր եւ նրան տպագրեցին։ Ավարտելուց հետո Մյուլիսը որոշ ժամանակ աննպատակ թափառում էր։ Սկզբում աշխատանքի ընդունվեց սրտաբանական լաբորատորիայում, բայց այնքան ցնցվեց, տեսնելով թե որքան առնետներ են սպանվում, որ գործից դուրս եկավ եւ սկսեց գեղարվեստական գործեր գրել։ Դրանից հետո աշխատանքի անցավ հացի փռում։ Մի օր, երբ նա փռում աշխատում էր, ներս մտավ Թոմ Ուայթ անունով մի մարդ։ Պարզվեց Թոմ Ուայթը աշխատում էր Seathis կոչվող մի ընկերությունում, որը կենսատեխնոլոգիական ստարտափ էր։ Սկսեցին զրուցել եւ այդ մարդը Մյուլիսին աշխատանք առաջարկեց։ Ուայթը Մյուլիսին իր վերադասներին խորհուրդ տվեց։ Այս Մյուլիսին աշխատանքի ընդունեք, նա հիանալի սինթեզող քիմիկոս է։ Գիտեի, որ նա լավ քիմիկոս է, որովհետև նա Բերքլիում հալյուցինոգեն թմրանյութեր էր սինթեզում։ Seathis-ը աշխարհի առաջին կենսատեխնոլոգիական ընկերություններից էր։ Այն հիմնադրվել էր 1971 թվականին։ Սա բեղուն շրջան էր։ Գիտնականները նոր սկսում էին հասկանալ, թե ինչպես կարելի է կառավարել ԴՆԹ-ն։ Նույն տարում արվեց ամենակարևոր հայտնագործություններից մեկը։ Ջոն Հոփքինսի համալսարանում բակտերիոֆագի վրա աշխատող հետազոտողները հասան կարևոր բացահայտման։ Բակտերիոֆագը վիրուս է, որը ԴՆԹ-ն բակտերիայի բջջի մեջ մտցնելով ստիպում է բակտերիային արտադրել իր պատճենները, մինչև որ բակտերիան պայթում է։ Բայց հետազոտողները նկատեցին, որ որոշ բակտերիաներ զարգացրել են պաշտպանական մեխանիզմներ։ Նրանց պաշտպանական մոլեկուլները սկանավորում էին բակտերիոֆագի ԴՆԹ-ն, փնտրելով որոշակի հաջորդականություն եւ համապատասխանություն գտնելով կտրում էին ԴՆԹ-ն, այն վերածելով անպետք թելերի։ Գիտնականները այս փոքրիկ մքրատ մոլեկուլները անվանեցին սահմանափակիչ ֆերմենտներ։ Դրանց տարբեր տեսակներ ԴՆԹ-ն կտրում էին տարբեր հատվածներում, եւ դրանք աշխատում էին նաեւ մարդու ԴՆԹ-ի վրա։ Հետազոտողները առանձնացրեցին այդ ֆերմենտները, ստանալով այսպես ասած նանոմկրատների գործիքակազմ, որը թույլ կտար ԴՆԹ-ն կտրել ըստ ցանկության։ Seathis-ը փորձում էր այս կենսատեխնոլոգիայով մշակել առևտրային ԴՆԹ թեստեր, որոնք հիվանդանոցները կարող էին օգտագործել հիվանդությունները արագ ախտորոշելու համար։ Բայց այն ժամանակ նման պարզ ԴՆԹ թեստեր ստանալը դեռևս անհնար էր։ Ենթադրենք ուզում եք հայտնաբերել մանգաղաբջջային սակավարյունությունը։ Այո, կարելի է պարզապես արյան բջիջները մանրադիտակի տակ նայել, բայց Seathis-ը ուզում էր ապացուցել, որ դա հնարավոր է անել գենետիկ թեստով։ Դրա համար նախ պետք է ԴՆԹ-ի նմուշ վերցնել։ Մեր յուրաքանչյուր բջջում կա 23 զույգ քրոմոսոմ, եւ եթե խոշորացնենք 11-րդ քրոմոսոմի ծայրը, այնտեղ կգտնենք բետա գլոբին գենը։ Այս հաջորդականությունը ադենին, թիմին, գուանին եւ ցիտոզին նուկլեոդիդներով կառավարում է մեր արյան կարմիր բջիջների ձևը։ Եթե դուք երկու ծնողներից էլ այստեղ ստանաք T նուկլեոդիդ A-ի փոխարեն, ապա կծնվեք մանգաղաբջջային սակավարյունությամբ։
Բայց մանրադիտակի տակ այս ամենը չի երևում։ Ուրեմն ինչպես ստուգել այսպիսի միատարր մուտացիաները ԴՆԹ-ում, որն ավելի քան 6 միլիարդ նուկլեոդիդ է պարունակում։ Մյուլիսը ասում էր, որ դա նույնն է, թե փորձես գիշերով լուսնի վրայից կարդալ Interstate 5 մայրուղու վրա գտնվող մեքենայի համարանիշը։ Բայց բարեբախտաբար դա անելու եղանակ կար։ Առաջին քայլը բետա-գլոբին գենը ԴՆԹ-ի մնացած մասից առանձնացնելն է։ Դրա համար կարելի է նմուշի վրա կիրառել սահմանափակիչ ֆերմենտներ, որոնք կտրատում են ԴՆԹ-ն տարբեր երկարությունների փոքր կտորների։ Մանգաղաբջջային մուտացիան հենց այդ կտորներից մեկում է, բայց դա ինչ օգուտ է տալիս։ Բանն այն է, որ ԴՆԹ-ն բացասական լիցք ունի։ Ուրեմն, եթե կտրված նմուշը տեղադրեք ծակոտկեն խտանյութի մեջ եւ դրա վրա լարում կիրառեք, ԴՆԹ-ի կտորները կսկսեն շարժվել բացասական ծայրից դեպի դրականը։ Եվ քանի որ բոլոր կտորները տարբեր երկարություններ ունեն, կարճերը խտանյութի ծակոտկենների միջով կանցնեն ավելի արագ, քան երկարները։ Սա կոչվում է խտանյութային էլեկտրոֆորեզ, եւ այն թույլ է տալիս տարանջատել ԴՆԹ-ն ըստ երկարության։ Արդյունքները բավականին կայուն են, այնպես որ խտանյութի վրա տարածվելուց հետո կարելի է տեսնել, թե տարբեր երկարության պարույրները որտեղ են կանգ առնում։ Սկզբնամասում կտեսնեք 10,000 նուկլեոդիդ երկարությամբ ԴՆԹ պարույրներ, ապա կարճերը 3000, 1000 եւ այդպես շարունակ։ Եվ քանի որ օգտագործվել են հատուկ սահմանափակիչ ֆերմենտներ, կարելի է կանխատեսել, որ մանգաղաբջջային մուտացիան կտրվել է 2000 նուկլեոդիդ երկարությամբ հատվածի մեջ։ Եվ հիմա, երբ գիտենք որտեղ է թիրախային ԴՆԹ-ն, կարող ենք անցնել երկրորդ քայլին։ Ստուգել արդյոք մեր նմուշում այդ մուտացիան իսկապես առկա է, թե ոչ։ Եթե նմուշը թաթախեք ալկալային լուծույթի մեջ կամ տաքացնեք մինչև 90 աստիճանից բարձր, նուկլեոդիդների միջև գտնվող ջրածնային կապերը կքանդվեն եւ ԴՆԹ-ի կրկնաշղթան կբացվի։ Այժմ երկու պարույրներն արդեն կկարողանան զուգակցվել ցանկացած այլ ԴՆԹ-ի հետ, եթե միայն հաջորդականությունը համապատասխանի։ Պետք է ունենալ լրացնող հաջորդականություն։ Գիտնականները կարողացան սա օգտագործելով լաբորատորիայում սինթեզել ԴՆԹ-ի կարճ հատվածներ։ Դրանք կոչվում են զոնդեր, եւ հնարավոր է դրանք նախագծել ցանկացած հատուկ հաջորդականությամբ։ Օրինակ, եթե մանգաղաբջջային մուտացիան CTGTG է, ապա կարելի է ստեղծել լրացնող հաջորդականությամբ զոնդ GACAC, որը կկպչի հենց այդ հատվածին։ Քանի որ նորմալ ԴՆԹ-ն այդ դիրքում պետք է լիներ CTGAG, ձեր զոնդը դրան լավ չի համապատասխանի։ Հնարքն այն էր, որ սինթետիկ զոնդերը դարձնում էին ռադիոակտիվ եւ ավելացնում նմուշին։ Որոշ ժամանակ անց զոնդերը կամ զուգակցվում էին ԴՆԹ-ի հետ, կամ պարզապես մնում էին ազատ լողացող, եւ եթե լվանակ նմուշը, բոլոր չզուգակցված զոնդերը կմաքրվեն։ Վերջին քայլը նմուշում ռադիոակտիվությունը ստուգելն է։ Մանգաղաբջջային արյան դեպքում աջ կողմում երևում է ռադիոակտիվ ազդանշան։ Զոնդը գտել է մուտացիան եւ կպել դրան։ Բայց նորմալ արյան դեպքում որևէ ազդանշան չկա, ոչ մի զոնդ չի զուգակցվել, ուրեմն մուտացիա չկա։ Միաժամանակ երկու դեպքում էլ կա մեկ այլ մեծ ազդանշան։ Դա այն պատճառով է, որ զոնդերը զուգակցվում են նաև ԴՆԹ-ի այլ հատվածների, ոչ միայն մանգաղաբջջային գենի։ Ահա թե ինչու նախ պետք է մուտացիան առանձնացնել խտանյութային էլեկտրոֆորեզով։ Այս մեթոդը հայտնի էր որպես հարավային բիծ, եւ այն աշխատում էր, բայց ուներ լուրջ թերություն։ Գործընթացը տևում էր օրեր, նույնիսկ շաբաթներ։ Ամեն քայլը բարդ էր եւ շատ անարդյունավետ։ Զուգակցումը անարդյունավետ էր, ռադիոակտիվ թղթերի զգայունությունը նույնպես, եւ տեխնիկները ստիպված էին աշխատել ռադիոակտիվ նյութերի հետ։ Արդյունքում ամեն ինչ այնքան դանդաղ ու ծանր էր, որ առևտրային կիրառության համար գրեթե պիտանի չէր։ CITES-ը ուզում էր ունենալ ԴՆԹ-ի թեստ, որը կարելի էր անել մեկ օրվա ընթացքում, մի փորձանոթի մեջ, եւ նրանք մոտ էին նպատակին։ Մշակեցին մեթոդ, որով մանգաղաբջջային սակավարյունությունը հնարավոր էր ստուգել ընդամենը 7 ժամում։ Բայց այս նոր թեստն էլ ուներ իր թերությունը։ Ազդանշանը չափազանց թույլ էր։ Հազիվ թե հնարավոր էր տարբերել նմուշում մանգաղաբջջային մուտացիա կա թե ոչ։ Քերի Մյուլիսը չէր զբաղվում այդ առաջատար ԴՆԹ թեստերով։ Նրա աշխատանքը պարզապես կարճ ռադիոակտիվ ԴՆԹ հատվածներ պատրաստելն էր, որոնք պետք է օգտագործվեին որպես զոնդեր։ Նա չէր զբաղվում աշխատանքի հետաքրքիր մասով։ Պարզապես այդ կտորներն էր սինթեզում։ Դա էր նրա գործը՝ դանդաղ, կրկնվող եւ անսահման ձանձրալի։ Գուցե նաև ձանձրույթի պատճառով Մյուլիսն աշխատավայրում իրեն շատ վատ էր պահում։ Իրականում նա շատ նյարդայնացնող մարդ էր։ Ոչ ոքի հետ չէր հաշտվում, անընդհատ վիճում էր ընդունարանի ու անվտանգության աշխատակիցների եւ գործընկերների հետ։ Նա նաև կնամոլ էր, ամուսնացած լինելով տարբեր կանանց հետևից էր ընկնում։ Մի անգամ նույնիսկ սպառնացել էր զենք բերել աշխատավայր։
Իրականում ոչ ոք չէր ցանկանա նման մարդու հետ աշխատել։ Բայց մի օր աշխատավայր բերեցին նոր սարք։ Այս սարքը կարողանում էր ԴՆԹ կտորները սինթեզել ինքնուրույն։ Այն կարելի է ասել Մյուլիսի 1 ամսվա աշխատանքն անում էր 1 օրում։ Մյուլիսը մտածեց, հիմա ես ունեմ եւ ազատ ժամանակ, եւ ԴՆԹ-ի շատ փոքր կտորներ։ Կարող եմ խաղալ ու փորձարկել, ինչ կարելի է անել դրանցով։ Գործնականում նա շատ քիչ աշխատանք ուներ անելու։ Մյուս կողմից գործընկերները նրան չէին սիրում։ Ուստի նա սկսեց հանգստյան օրերին հաճախ գնալ Մենդոսինո, պարզապես հանգստանալու։ 1983 թվականի գարնանային մի ուրբաթ գիշեր, մեքենայով իր տնակ բարձրանալիս, Մյուլիսը թույլ տվեց, որ միտքը թափառի։ Նա մտածում էր նոր ԴՆԹ թեստի մասին եւ փորձում էր գտնել դրա լուծումը։ Հանկարծ նրա գլխում մի միտք ծագեց։ Իսկ ինչ կլինի, եթե լուսնի վրայից համարանիշ կարդալու համար ավելի հզոր աստղադիտակ հորինելու փոխարեն նա պարզապես ստեղծի այդ նույն համարանիշի բազմաթիվ պատճեններ։ Նրա միտքն արագացավ։ Նա պատկերացնում էր, թե ինչպես են ԴՆԹ շղթաները իր շուրջը լողում։ Էլեկտրական մոլեկուլների կապույտ ու վարդագույն պատկերներն աչքերից եւ լեռան միջև էին խցկվում։ Նա LSD-ի տակ չէր, բայց նրա ուղեղը արդեն սովորել էր այնտեղ հասնելու ձևը։ Նա կարողանում էր մտովի նստել ԴՆԹ մոլեկուլի վրա ու դիտել, ինչպես են ռեակցիաները զարգանում։ Մանգաղաբջջային մուտացիայի շրջակայքի ամբողջ հաջորդականությունը հայտնի էր, իսկ քանի որ Մյուլիսը գիտեր պարույրներից մեկը, լրացուցչության սկզբունքի շնորհիվ գիտեր նաև մյուսը։ Ուրեմն, եթե տաքացներ ԴՆԹ-ն ու բաժաներ պարույրները, նա կարող էր նախագծել կարճ հատվածներ, որոնք կզուգակցվեին երկու պարույրների հետ, հաջորդականության վրա ցանկացած տեղում։ Դրանք կլինեին նրա պրայմերները։ Այնուհետև Մյուլիսը կարող էր օգտագործել մի բան, որը կոչվում է ԴՆԹ պոլիմերազ։ Դա հատուկ սպիտակուց է, որը կպչում է այն հատվածներին, որտեղ պրայմերը զուգակցված է բնօրինակ ԴՆԹ-ին։ Պոլիմերազը հավաքում է շրջակայքում լողացող նուկլեոդիդները եւ երկարացնում պրայմերը։ Իսկ պրայմերը կառուցվում է որպես ԴՆԹ պարույրի կատարյալ լրացնող զույգ։ Այսպես ստեղծվում է սկզբնական կրկնաշղթայի նույնական պատճենը։ Պոլիմերազը գոյություն ունի յուրաքանչյուր կենդանի բջջի մեջ։ Այն պատասխանատու է բջջի բաժանման ընթացքում ԴՆԹ-ի կրկնապատկման համար։ Բայց այն միշտ կառուցում է միայն մեկ ուղղությամբ։ Դա միակողմանի փողոցի է նման։ Յուրաքանչյուր ԴՆԹ պարույր սկսվում է ֆոսֆատ մոլեկուլով։ Սա կոչվում է 5 պրայմ դիրք։ Այդ ֆոսֆատը միացված է դեզօքսիռիբոզ անունով շաքարի մոլեկուլին, որը կրում է 4 նուկլեոդիդներից մեկը։ Դեզօքսիռիբոզը միանում է նաև հաջորդ ֆոսֆատին եւ այս շղթան շարունակվում է։ Բայց վերջին դեզօքսիռիբոզը այլևս հաջորդ ֆոսֆատ չունի։ Փոխարենը վերջանում է OH խմբով։ Սա 3 պրայմ դիրքն է, այսպես ասած մեր փողոցի ելքը։ Մեկ ԴՆԹ պարույրի 3 պրայմ դիրքը միշտ զուգակցվում է մյուսի 5 պրայմ դիրքի հետ։ Այսինքն երկրորդ պարույրը միշտ հակառակ ուղղությամբ է։ Եվ պոլիմերազին պետք է հենց OH խումբ, հաջորդ նուկլեոդիդը կցելու համար։ Ուստի այն միշտ կառուցվում է 3 պրայմ դիրքից։ Բայց սա սահմանափակում չէր, այլ առավելություն, եւ Մյուլիսը հստակ գիտեր ինչպես այն օգտագործել։ Նա կարող էր ստեղծել 2 պրայմեր, որոնք կկապվեին մանգաղաբջջային մուտացիայից առաջ գտնվող ԴՆԹ պարույրներին, մեկ հատ յուրաքանչյուր պարույրի վրա, իրար դեմ դիմաց։ Եվ եթե ավելացներ պոլիմերազ ու լրացուցիչ նուկլեոդիդներ, այն պետք է երկարացներ 2 պրայմերներն էլ, անցնելով մանգաղաբջջային մուտացիայի վրայով։ Այսպես կստեղծվեին 2 առանձին ԴՆԹ հատվածներ, երկուսն էլ մուտացիայով։ Մի քանի մղոն անց նրա գլխում մի նոր էվրիկա ծնվեց։ Նա կարող էր պարզապես կրկնել այդ 3 քայլերը, բացել ԴՆԹ պարույրը, զուգակցել պրայմերները եւ օգտագործել պոլիմերազ, դրանք երկարացնելու համար։ Այժմ նա ուներ մուտացիայով ԴՆԹ-ի արդեն 4 հաջորդականություն, որոնք կարող էր դարձնել 8, հետո 16, 32, 64, եւ նա հասկացավ, որ եթե այս շղթայական ռեակցիան կրկներ 30 անգամ, կստանար ավելի քան 1 միլիարդ պատճեն հենց այդ կոնկրետ ԴՆԹ հատվածից, բոլորը մանգաղաբջջային մուտացիայով։ Նա կարող էր ամբողջ երկիրը ծածկել նույնական համարանիշներով։
Եվ եթե նախագծեր այլ պրայմերներ, կկարողանար փոխել կրկնօրինակվող DNT հատվածի երկարությունը։ Սա գործելու էր ոչ միայն մանգաղաբջջային մուտացիայի դեպքում։ Եթե հայտնի լիներ ցանկացած DNT-ի որևէ հատվածի հաջորդականությունը, լինի դա մարդկային, բուսական թե բակտերիալ, հնարավոր կլիներ ստանալ հենց այդ հատվածի պատճեններ, եւ պատճենների քանակը կաճեր էքսպոնենցիալ ձևով, ինչպես միջուկային շղթայական ռեակցիայի դեպքում։ Միոլիսը DNT-ի լուսապատճենի չէր ստեղծել։ Նա այն անվանեց պոլիմերազային շղթայական ռեակցիա կամ կարճ ՊՇՌ։ Նա անմիջապես կանգնեցրեց մեքենան ու իր գաղափարը գրի առավ բենզալցակայանի կտրոնի դարձերեսին։ Հանգստյան օրերի ողջ ընթացքում նա կլանված էր ՊՇՌ-ի մասին մտքերով։ Դժվար էր քնել, երբ ուղեղումս DNT-ի ռումբեր էին պայթում։ Ինչ կլիներ, եթե երբեք LSD օգտագործած չլինեի, կհայտնագործեի արդյոք ՊՇՌ-ն։ Չգիտեմ, լրջորեն կասկածում եմ։ Երկուշաբթի առավոտյան Միոլիսը ներխուժեց Citrus Corp-ի գրասենյակ ու ներկայացրեց իր գաղափարը։ Նա ասում էր. «Նայեք, ես DNT-ի լուսապատճենի չեմ հորինել։ Մենք ահռելի դժվարությամբ փորձում ենք կարդալ այս անչափ փոքր բանը, իսկ եթե դրա միլիարդ պատճեն ստեղծենք, դա շատ ավելի հեշտ կլինի»։ Միոլիսը իր գաղափարը ներկայացրեց ընկերության համաժողովում, բայց մարդիկ սկսեցին դահլիճը լքել նախքան նա կավարտեր։ Շատերը կասկածանքով էին վերաբերվում, նրանք արդեն լսել էին Միոլիսի այլ խելահեղ գաղափարները։ Բացի այդ, շատերին թվում էր սա չափազանց պարզունակ է, եթե այսքան պարզ լիներ, հաստատ արդեն փորձած կլինեին, ու եթե չեն անում, ուրեմն պատճառ կա։ Բայց Միոլիսը չընկճվեց։ Նա սկսեց իր առաջին փորձարկումը 1983-ի սեպտեմբերին, փորձելով կրկնօրինակել մարդկային DNT-ի 400 նուկլեոդիդ երկարությամբ հատված։ Մի քանի ամսվա փորձերից հետո արդյունք չեղավ։ Մարդկային DNT-ն չափազանց բարդ էր, այնպես որ նա որոշեց փորձել ավելի փոքր թիրախի վրա։ Բակտերիալ DNT-ի ընդամենը 25 նուկլեոդիդ երկարությամբ հատված։ Ամիսներ շարունակ նա բացում էր պարույրները, կցում պրայմերները, ավելացնում պոլիմերազ, հույսով որ կկարողանա ամպլիֆիկացնել այդ փոքրիկ հատվածը։ 1984 թվականի ամռանը Միոլիսին թվաց, թե վերջապես հասել է դրան։ Բայց Citrus-ում մյուսները համոզված չէին։ Նրա աշխատանքը թերի էր։ Նա չուներ վերահսկիչ փորձեր եւ չէր կրկնում արդյունքները։ Թոմ Ուայթը եւ Նորման Արհայմը, ընկերության մյուս գիտնականները, ասում էին. բացի Միոլիսից ոչ ոք չէր հավատում, որ նրա ցուցադրած տվյալները ապացուցում էին այն, ինչ ինքը պնդում էր։ Ցանկացած անկախ գիտնական, եթե այսօր նայեր այդ տվյալներին, կգար նույն եզրակացության։ Միոլիսը այս մեկնաբանությունները անձնական վիրավորանք էր համարում։ Նա անընդհատ վիճում էր գործընկերների հետ, իսկ մի անգամ նույնիսկ բանը հասավ ձեռնամարտի։ Նրա հեղինակությունը արագ էր ընկնում, եւ բոլորը ուզում էին ազատվել նրանից։ Բայց Ուայթը պնդում էր, որ ՊՇՌ-ն ներուժ ունի։ Վերջիվերջո Միոլիսին 1 տարվա փորձաշրջան տվեցին, ապացուցելու, որ մեթոդը կարող է աշխատել։ Ուայթը, Արհայմը եւ Հենրի Էրլիխը նրան միացրին տեխնիկների մի խումբ, որպիսի Միոլիսի հետ միասին զարգացնեն ՊՇՌ-ը։ Դրանից հետո այդ գիտնականները անընդհատ աշխատում էին, եւ 1985 թվականի գարնանը ամիսներ տևած անընդհատ փորձարկումներից ու սխալներից հետո նրանք վերջապես հաջողեցին։ Նրանք ստացան վերջնական ապացույց, որ ՊՇՌ-ն հնարավոր է։ Ավելին, դրա միջոցով նրանց նոր մանգաղաբջջային ախտորոշման մեթոդը գերազանց աշխատեց եւ հնարավոր դարձավ իրականացնել այն 10 ժամից էլ քիչ ժամանակում։ Բայց ՊՇՌ-ն այդպես էլ մնում էր գաղափար։ Մի մեծ խնդրով։ Յուրաքանչյուր ցիկլի համար հարկավոր էր բարձրացնել ջերմաստիճանը մինչև մոտ 95 աստիճան Ցելսիուս, որպեսզի DNT-ի երկու շղթաները բացվեին, հետո իջեցնել մինչև մոտ 30 աստիճան, որ պրայմերները կապվեին եւ պոլիմերազը սկսեր երկարացնել այդ հատվածը։ Հետո պետք էր ջերմաստիճանը նորից բարձրացնել մինչև 95 աստիճան եւ այդպես շարունակ։ Խնդիրն այն էր, որ պոլիմերազն այդ բարձր ջերմաստիճանում քայքայվում էր։ Այն ստանում էին աղիքային ցուպիկից, որը գոյատևում է առավելագույնը մոտ 50 աստիճան Ցելսիուսում։ Այսինքն պետք էր բառացիորեն կանգնել ռեակցիայի գլխին եւ ամեն անգամ ջերմաստիճանը բարձրացնելուց հետո ձեռքով նոր պոլիմերազ ավելացնել։ Դա թանկ էր եւ ժամանակատար։ Պետք էր այս շրջափուլը կրկնել մոտ 30 անգամ, կախված DNT հատվածից, որ ուզում է ստուգել, եւ ամեն անգամ կանգնեցնել գործընթացը ու նորից պոլիմերազ ավելացնել։ Այդ ամենը խանգարում էր թե գաղափարի, թե արդյունավետության տեսանկյունից։ Ամեն շրջափուլ ավելացնում էր եւ ժամանակը, եւ բարդությունը։ Բայց պարզվեց, որ խնդրի լուծումն արդեն 20 տարի եռում էր։
1964 թվականին միկրոկենսաբան Թոմ Բրոքը առաջին անգամ այցելեց Յոլսթոունի ազգային զբոսայգի։ Երբ հասավ եռացող տաք աղբյուրներին, աչքին անմիջապես զարնվեցին դեղին ու նարնջագույն ջրի վառ երանգները։ Միթե այս գույները բակտերիաներ են, մտածեց նա։ Այդ ժամանակ համարվում էր, որ 60 աստիճան Ցելսիուսից բարձր ջերմաստիճանում ոչինչ չի կարող ապրել։ Բայց պրոֆեսոր Թոմաս Բրոքը ասում էր. «Ոչ, ես վստահ չեմ դրանում։ Կարծում եմ, որոշ օրգանիզմներ կարող են ապրել այդ ջերմաստիճանում եւ նույնիսկ 100 աստիճանից բարձր եռացող ջրի մեջ»։ Բրոքը լաբորատորիա դրեց տաք աղբյուրներից մեկի մոտ եւ իր բակալավրիատում սովորող ուսանողին Հադսոն Ֆրիզին խնդրեց իր հետ աշխատել։ Ես այն ժամանակ այնքան երիտասարդ էի, որ նույնիսկ ալկոհոլ գնելու իրավունք չունեի։ Մենք գնում էինք աղբյուրի մոտ, այնտեղից նմուշներ էինք հավաքում եւ բերում լաբորատորիա, վերլուծության։ 3-4 օր շարունակ ամեն օր նույնն էր։ Վերցնում էի փորձանոթը, սովորական ապակյա փորձանոթ, թեթևակի թափ տալիս, որ տեսնեմ, բանաճել է թե ոչ։ Կարծում էի չլինող բան է։ 3-րդ օրը նորից ոչինչ, 4-րդ օրը հատակում մի փոքր բան է հայտնվել։ Վերցրի փորձանոթը, թափ տվեցի եւ այդ անգամ ներսում ինչ-որ նյութ սկսեց այսպես պտտվել։ Մտածեցի հետաքրքիր է։ Վերցրի կաթուցիչը, մի կաթիլ դրեցի մանրադիտակի տակ։ Մինչև հիմա հիշելիս փշաքաղվում եմ։ Նայում եմ, լիքը որդեր են սողում։ Մտածեցի, Աստված իմ, ես աշխարհում առաջին մարդն եմ, որ տեսնում է սա։ Լաբորատորիայում մի ասպիրանտ էլ կար, որ ասաց. «Արի քո անունով անվանենք, Հանսոնիա Ֆրիզիենսիս։ Շատ լավ անուն ունես, ինչու ոչ»։ Իսկ Թոմը պատասխանեց. «Ոչ, չենք կարող մարդու անունով կոչել։ Կանվանենք Թերմուս Ակվատիկուս»։ Ես ու ասպիրանտը նայեցինք իրար։ Տաք ջուր։ Այնքան էլ կրեատիվ չի։ Եվ ուրեմն, եթե այս օրգանիզմը կարողանում էր ապրել նման վայրում, նրա բոլոր հիմնական ֆերմենտները պիտի հարմարեցված լինեին այդ բարձր ջերմաստիճանին։ Ակնհայտ էր, որ եռացող ջուրը նրանց ոչինչ չէր անի։ Բայց մենք կարծում ենք, որ դրանք որևէ կիրառություն չեն ունենա։ Նրանք հրապարակեցին իրենց արդյունքները եւ ջերմասերի նմուշը հանձնեցին American Type Culture Collection-ի բանկին, որը մանրէաբանական նմուշների մեծ շտեմարան է։ 16 տարի անց, 1985-ի գարնանը, Քերի Մյուլիսը բախվեց նրանց հայտնագործությանը։ Նա փնտրում էր պոլիմերազ, որը կդիմանար ՊՇՌ ցիկլի բարձր ջերմաստիճաններին, եւ գտավ այն։ Նրա առաջարկով խմբի անդամները առանձնացրին պոլիմերազը ջերմասերից եւ փորձեցին այն ՊՇՌ թեստում։ Արդյունքները ապշեցուցիչ էին։ Նոր պոլիմերազը առանձնացրած Դեյվիդ Գելֆանդը ասում էր. «Այն անթերի աշխատեց, ավելի լավ, քան կարող էինք պատկերացնել, գիտության սուրբ գավաթը գտնված էր»։ Ջերմասերից ստացված պոլիմերազը ոչ միայն դիմանում էր ՊՇՌ-ի բարձր ջերմաստիճաններին, այլև պարզապես ծաղկում էր այդ պայմաններում։ Ահա արդյունքները ցուպիկից ստացված պոլիմերազով։ Այն իհարկե ամպլիֆիկացնում էր մանգաղաբջջային մուտացիայով ԴՆԹ-ն, բայց միաժամանակ ամպլիֆիկացնում էր նաև ֆոնային անպետք ԴՆԹ-ի հատվածները։ Պրայմերները կարող են կապվել ԴՆԹ-ի հետ, անգամ եթե լիովին չեն համընկնում թիրախային հաջորդականությանը։ Դրանց պետք է պարզապես բավական ցածր ջերմաստիճան։ Հակառակ դեպքում բարձր կինետիկ էներգիան պատռում է այդ թույլ կապերը։ Իսկ ջերմասերի դեպքում ջերմաստիճանը 50 աստիճանից ներքև իջեցնելու կարիք չկար։ Ահա ջերմասերով ստացված արդյունքները։ Ֆոնային աղմուկը լիովին մաքրված էր։ Կարելի էր պարզապես սկսել ռեակցիան, մոռանալ դրա մասին եւ մի քանի ժամից մոտ 30 ցիկլ անց վերադառնալ եւ ունենալ հենց այն ԴՆԹ-ի միլիարդավոր պատճենները, որոնք փնտրում էիր։ ՊՇՌ-ն աշխատեց եւ աշխատեց առանց դժվարության։ Կարելի էր ամպլիֆիկացնել ցանկացած ԴՆԹ հատված,
Սիթսը հասկացավ, որ իրենց ձեռքում ոսկե սագն է, բայց մյուս ընկերությունները արդեն սկսում էին հասկանալ նրանց գաղափարը։ Եթե մեկ ուրիշը իր հոդվածում նույնիսկ կպանցիկ հիշատակեր ՊՇՌ-ի գաղափարը, Սիթսը կկորցներ արտոնագրի նկատմամբ իր բոլոր իրավունքները։ Այսպիսով պետք էր հնարավորինս շուտ արդյունքները հանրայնացնել։ ՊՇՌ-ի խումբը Մյուլիսին հորդորում էր նախ միահեղինակ հոդված տպագրել, քանի որ ՊՇՌ-ի գաղափարը իրենն էր, բայց Մյուլիսը ականջի հետև էր գցում։ Վախենալով, որ ՊՇՌ-ի համար արժանի ճանաչում չեն ստանա, խմբի մնացած անդամները ստիպված եղան ինքնուրույն հոդված հրապարակել իրենց ՊՇՌ հետազոտությունների մասին։ Արդյունքում Science-ում տպագրված առաջին հոդվածում Մյուլիսը նշվում էր միայն որպես 4-րդ հեղինակ։ Մյուլիսը կատաղած էր, երբ նրա հոդվածը վերջապես պատրաստ էր, այլևս ոչ մի հեղինակավոր ամսագիր չէր ուզում տպագրել այն։ Նա հետագայում ասում էր. Nature-ը չընդունեց, ես հին տղերքի շրջապատից չէի։ Science-ը նույնպես մերժեց։ Նա պնդում էր, որ ՊՇՌ-ի խումբը գողացել է իր աշխատանքը։ Միթե պիտի մարսեն իրենց փոքրիկ հնարքը։ Բայց խումբը փորձեց ամեն ինչ անել, որ Մյուլիսը արժանի ճանաչում ստանա։ 1986 թվականին միկրոկենսաբանության սիմպոզիումում ունեցած ելույթից հետո հենց նա դարձավ ՊՇՌ-ի դեմքը, բայց արդեն ուշ էր։ Անմիջապես դրանից հետո խմբի հանդեպ ունեցած զայրույթից դառնացած Մյուլիսը լքեց Սիթսը, բայց ՊՇՌ-ի շուրջ աշխատանքը շարունակվեց առանց նրա։ Եվ հենց նրա հեռանալուց հետո ստեղծվեցին նոր ՊՇՌ սարքեր, որոնք ամբողջ գործընթացը կատարում էին ինքնուրույն։ Այժմ նման սարքեր կարելի է գտնել գրեթե ցանկացած լաբորատորիայում, որտեղ ինչ-որ կերպ աշխատում են DNT-ի հետ։ ՊՇՌ-ն հսկայական հաջողություն ունեցավ։ Polymerase chain reaction test. PCR. It's a DNA photocopier. Measure remaining blood cancer cells that other tests can't detect. Բոլորը սկսեցին օգտագործել այն DNT կլոնավորումից եւ պատվաստանյութերից մինչեւ քաղցկեղի ու միավի հայտնաբերումը։ ՊՇՌ-ն կյանքեր էր փրկում։ Այն բացեց բոլոր դռները, հեղափոխեց ամեն ինչ։ PCR. ՊՇՌ-ն կարող էր ամպլիֆիկացնել DNT-ի ամենափոքրիկ նմուշը։ Այն հզոր խթան դարձավ դատաբժշկական փորձաքննության համար։ Texas man should be freed from prison because new DNA evidence does not link him to the crime. Անարդարացիորեն դատապարտված հարյուրավոր մարդիկ ազատ արձակվեցին եւ հազարավոր հանցագործներ բացահայտվեցին։ Պատերազմից բաժանված ընտանիքները կարող էին կրկին միավորվել։ Մենք ՊՇՌ-ն օգտագործում ենք անդադար, անընդհատ։ Մեր ինստիտուտում բոլորը։ Գիտնականները նույնիսկ փորձեցին ՊՇՌ-ն կիրառել հնագույն DNT-ի վրա, սաթի մեջ պահպանված միջատների նմուշներում։ Ծանոթ է հնչում։ ՊՇՌ-ն բառացիորեն գրավեց աշխարհը։ Եվ այս ամենի կիզակետում Քերի Մյուլիսն էր։ Dr. Kerry Mullis, a surfer, a scientist who proved that science can be fun. The world-renowned inventor of polymerase chain reaction. What inspired you to invent this? It wasn't people, it was Drugs. I have an experience with drugs. 1993 թվականին Մյուլիսը ՊՇՌ մեթոդի համար արժանացավ եւ ճապոնական եւ Նոբելյան մրցանակի քիմիայի բնագավառում։ Թեև մեթոդը չէր լինի առանց իր գործընկերների, Մյուլիսը ՊՇՌ-ն դարձրեց իր եւ միայն իր պատմությունը։ Շատերն ասում էին, նա այնքան փառամոլ է, բոլորովին չի գնահատում մեր ներդրումը։ I invented PCR. after I had invented PCR. Բոլորը կարծես թե հավատացին Մյուլիսի վարկածին, ըստ որի ինքն ամեն ինչ մենակ էր արել։ Մինչդեռ Սիթսում շատ այլ գիտնականներ կային, որոնք օգնել էին նրան։ Ինչպես Էրլիխն էր ասում, Քերիի համար պատմությունը վերաշարադրելը ավելի կարևոր էր, քան հոդվածներ գրելը։ Նա կարծես ՊՇՌ-ն ընկալում էր որպես աստղ դառնալու միջոց։ Նա լքեց Սիթսը եւ որքան կարելի է հասկանալ, փաստացի դադարեց գիտությամբ զբաղվել։ When I realized I had in my hands the thing that would make me famous. Because I knew that night I was going to get a Nobel Prize for that. Նա իր հայտնիությունն օգտագործում էր իր էքսցենտրիկ հայացքները տարածելու համար։ Պատմում էր, թե տեսել է ինչ-որ լուսարձակող ջրարչեր եւ որ ալմորորակայիններն առևանգել են իրեն։ Այստեղ այնտեղ շոկային բաներ էր ասում։ Distrust your fellow man. We're an arrogant little bunch of naked apes. Նա գրեց մերկ պարելով մտքի դաշտում գիրքը, որի անոտացիան ուղակի հիասքանչ է։ Washington Post-ը գրում էր. Քիմիայի Նոբելյան մրցանակի ամենատարօրինակ դափնեկիրը։
Մյուլիսը անընդհատ ինչ-որ տարօրինակ բաներ էր անում։ Did you see me eating those leaves? Is that a drug? Նա հանդես եկավ որպես փորձագետ վկա O.J. Simpson-ի դատավարության ժամանակ։ Հետո հիմնեց մի ընկերություն, որը ՊՇՌ-ի միջոցով ամպլիֆիկացնում էր Մերլին Մոնրոյի նման հայտնի արդեն մահացած մարդկանց ԴՆԹ-ն, հետո դրանցից փոքրիկ հուշանվերներ էր պատրաստում ու վաճառում։ Բայց նրա ոչ բոլոր գաղափարներն էին անվնաս։ Նա չէր հավատում գլոբալ տաքացմանը, չէր հավատում օզոնային ճեղքի գոյությանը, չէր հավատում, որ միավը ձիահ է առաջացնում։ HIV is not deadly. There's not something called AIDS. 2000-ականների սկզբին Հարավաֆրիկյան Հանրապետությունում միավը հերքող գաղափարների տարածումը առավելագույն աստիճանի էր հասել այն պահին, երբ երկիրը պայքարում էր կործանարար ձիահ համաճարակի դեմ։ Նախագահ Թաբո Մբեկին ձիահը հերքողների ազդեցության տակ էր։ Does HIV cause AIDS? How does a virus cause a syndrome? It can't. Նա նույնիսկ հրավիրեց Նոբելյան մրցանակակիր Քերի Մյուլիսին, որ իր կարծիքը հայտնի այս հարցի շուրջ։ ՄԲԿ-ի ղեկավարության տարիներին կառավարությունը հրաժարվեց հիվանդներին անհրաժեշտ բուժում տրամադրելուց։ Արդյունքում մահացավ ավելի քան 330,000 մարդ։ Քերի Մյուլիսը մահացավ 2019-ի օգոստոսին, 74 տարեկանում։ Մյուլիսի թողած ժառանգությունը շարունակում է ապրել։ Նրա մահից մի քանի ամիս անց ՊՇՌ մեթոդը ըստ էության հասավ իր ամենակարևոր կիրառություններից մեկին։ Քովիդի համավարակի ժամանակ ՊՇՌ թեստերը օգնեցին պաշտպանելու միլիարդավոր մարդկանց։ Նա երբեմն զվարճալի է, հմայիչ, հետաքրքիր է խոսում, բայց միևնույն ժամանակ զգում ես, որ բավականին կասկածելի տիպ է։ Կարելի ասել, այնպիսի մարդ չէ, ում կողքին կուզեիր երկար մնալ։ Այնուամենայնիվ նրա միտքը կայծկլտացող էր։ Որևէ ընկերություն նրան չէր պարտադրում ինչ-որ բան հայտնագործել։ Նա պարզապես խաղում էր։ Դա ավելի շատ երևակայական խաղ էր։ Ես այսպիսի կտորներ ունեմ։ Ինչ անեմ դրանց հետ։ Իմ կարծիքով նա նախ գտավ լուծումը, իսկ հետո այդ լուծման շուրջը ձևավորվեց դրան համապատասխանող խնդիրների հսկայական դաշտ։ Բայց գուցե Մյուլիսի պատմության ամենակարևոր դասը ավտոմատացումն է, չէ՞ որ նա հայտնագործեց ՊՇՌ-ն մասամբ հենց այն պատճառով, որ իր առօրյա մեխանիկական աշխատանքը փոխանցվել էր մեքենային։ Սա կարևոր դիտարկում է, որովհետև մենք այսօր կանգնած ենք մի ապագայի շեմին, որտեղ մեքենաները կարող են խլել մեր աշխատանքը։ Հատկապես հիմա, երբ արհեստական բանականության եւ գեներատիվ մոդելների զարգացման տեմպերը ահռելի են։ Այդ հեռանկարը վախեցնող է, բայց այն նաեւ կարող է մեզ հանգեցնել ավելի լայն, ավելի ստեղծագործ գաղափարների, ինչպես հենց Քերի Մյուլիսի դեպքում։ Ավտոմատացումը կարող է բացել մեր միտքը այնպիսի առաջխաղացումների ու հայտնագործությունների համար, որոնք ընդունակ են փոխելու աշխարհը։